Օշականը ցնցել է սարսափելի ողբերգությունը։ Բնության գրկում հանգստյան օրն ավարտվել է անդառնալի կորստով, 4-ամյա Նոյը խեղդվել է քասախգետում։ Ընտանիքը գնացել էր գետի ափ թեյ խմելու եւ հանգստանալու։ Նոյը խաղալիս աննկատ հեռացել էր։ Փոքրիկին սկսել են որոնել ժամը 4-ից, սակայն ըստ ականատեսների գտել են միայն երեկոյան 8-ի սահմաններում, գետում, առանց կյանքի նշանների։ Ոստիկանություն, շտապօգնություն, ամեն ինչ։ Սա գյուղում էին գալի իրան։ Օշականցիներից մեկն ասում է, երեխան ողջ է եղել, երբ նրան 4 ժամ անց դուրս են բերել գետից։ Շտապօգնության մեքենայում են բժիշկները արձանագրել նրա մահը։ Ոստիկանների ճանապարհ էին բացել, որ շտաբը շուտ հասցնի, սիրտը թփթփացել է։ Այսինքն ճանապարհին, ճանապարհին մահացել է էլի։ Մեկ այլ մարդ, որ իր խոսքով մասնակցել է փրկարարական աշխատանքներին, ասում է, որ երբ դուրս են բերել տղային գետից, նա արդեն մահացած էր։ Ինչ եմ բերել։ Ինձ է։ Հա։ Ծաղիկ։ Նոյն ընտանիքի միակ երեխան էր, ծնողները 4 տարի պայքարել էին երեխա ունենալու համար։ Ընտանիքը Արցախի Հացիկ գյուղից բռնի տեղահանվել եւ ապրում էր Արագածոտնի Կոշ գյուղում։